Ում հրավանով եք կանդում։ Հրամանը կբացա։ Ում կողմից։ Գնադ գրավոր դիմումով կգաս կքանդես։ Առանց գրավոր դիմումի չմտնես այս այո։ Չհասկացանք, արդեն դու պետք է ասես ով գա, հայա Հանդելու նպատակ։ Չէ, բորբոքվենք, եկեք չբորբոքվենք։ Ուրեմն տես հայտարարություններ մի արեք չգասես։ Չէ, եկեք կարող է մի մարդ արդեն ներվերի չի ելքում, բայց քանի անգամ Եթե չի կարելի այդ ցավը տանը, դե քանի անգամ եք վզից բռնի նարկոմանի, եք ասում եք։ Գրավոր բերեք պատկանաբանությունը։ Չէ, փակում։ Գրավոր բերեք պատկանաբանությունը խեր քանդը։ Փակում։ Ուղղակի մենք էլ կդիմենք Գրավոր ինչու չկա պատճառաբան։ Օգտագործման տարածքը, սա համայնքի սեփականությունը, ինչպես նաև բնակիչներ։ Չենք ուզում ոչ ուզում ենք մեկին տպենք, ոչ էլ տպենք։ Ձեր ասած բառերն են։ Ոչ ուզում եմ մեկին տպենք, ոչ էլ ուզում եմ տպենք։ Ստեր, եթե գալիս է մի հատ անբարոյական զավակ ու ուզում այս դուրը բացի, տենում է թագա, էթում է, բայց որ տենում է բացա, մտնում, նստում, ուռում էլ է, խմում էլ է, կնանիք նստած երեխեքի հետ թքում էլ է, չենք ուզում էթում։ Այդ ամեն ինչը տեսել ենք, ցավը տանը։ Որովհետև մեր համար մեզ եկել առաջ բայց խի անելը անելը խոչի անել խի պետք է անել մեր բակի ասական կարծո պայալոց մենք ամեն օր զանգ ենք ասենք մեկը էսո ուռում է մեր բակում մեկը էսո զանգել ենք չի օգնել ոչ մի բան հիմա տեսեք մարդիկ եկել առաջարկել են զամոկները հանել են զամոկները հանելուց հետո եկել են ասում են դռները հանենք ասում ենք զամոկները թողուկ հանել ենք բայց դռները գիշերը փակում ենք որովհետև մեր երեխեքի վեշերը ստեղ է Այդ խնդիրը որ ներկայացնում եք, ոստիկանության Թաղապետանի ներկայացնում եք դուք մեզ եկաք ասեցիք զամոկները հանեցիք խնդիրը որն է հիմա ասեք թե ինչի համար է զամոկները դուք որովհետև եկել ասում եք դռները հանենք զամոկները հանում ենք համաձայն եք հենց հիմա զամոկները հանենք դուք էլ գնաք համաձայն եք դռները բաց է բայց գիշերը փակելու ենք որովհետև մեկը իմ երեխու վեշերը մնում է ստեղ հեծանի գնդակը խաղալիքը մնում է նստարանն է մնում է նստարանը մնում է կարող է գիշերը տենանք այնտեղ հավաքվել ծնունդ են նշում դուք պատրաստ եք այդ դեպքում մնաք հանում եք հենց հիմա զամոկները չէ հետևանքների համար ով է պատասխան տալու եթե մի վեճ եղավ կռիվ եղավ պատասխան եք տալու չէ Մենք երեխեքը քրվում քրվանսան հա որ գիշերային ժամերի որ բակը բաց եղավ տեսանք բեսեդքում մարդ կա նստած ինչ ամեն օր պետքա ոստիկանություն զանգի բիսեդկեն պետք է բոլորի համար հասանելի գիշերային ժամերի երեքը թող գան բայց գիշերային գիշերը մեր բակի մարդիկ չէ ուրիշ բակերի դուք քաղաքացի հակացեք ես եմ քաղաքացի եկեք գնանք մի հատ ուրիշ բակ որ ասենք տես բիսեդկա նորմալ սիրուն հələ մի հատ նստենք ասենք նարդի դնենք խաղան կամ մի հատ դուրակի խաղը բլոկ խաղը ուրիշները ճիշտ են կլարեն միջակ ինչ կլինի բախի որ աղմուկ անենք խի որ աղմուկ անենք չէ գիշերային ժամին ցանկացած բան աղմուկ է եկեք գնանք Մենք ապամոնտաժել հասարակական կարգն եք պահում Ինչն է խախտում հասարակական կարգը դեռևս խախտում Բա ինչի համար եք եկել ասում եմ ասեցի հասարակական կարգը պահելու համար այսքանով է խախտում այդ հասարակական ասում է խախտում կա բա ինչ է նշանակում պահպանելու համար չէ բա դուք ասեք պահպանեք ինչը պահպանեք ումից որտեղ մենք ժողովրդի հետ ենք բայց դու ցավը տանը բա ումից եք պահպանում այդ հասարակական կարգը հանգարց որևէ խնդիր չունի այդ դրա համար իսկ միջի հիմա գրանցվել է մի հատ խնդիր չէ հələ որ բան չի ահա բա ինչ ունի հարցը որովհետև մենք սաղը զգոն ենք ստեղ ամեն դեպքում ձեզ ասում ենք ինչի համար ենք ստեղ գտնում չէ մենք հասկացանք մենք ուզում ենք հասկանանք այդ մարդը որ ձեզ ուղարկել աստեղ մեզ չեն ուղարկում ոչ բա Բան չեք Ուղղակի հերթական այց է կարել, ինչն է այցի Ես ձեզ պատճառը պատասխանեցի ախր հասարակական կարգ պահելու համար ենք մենք ստեղ գտնվում Բայց դե ինչ է եղել որ հասարակական կարգ Ժորժ ասնով հասարակական կարգ Երբ է ով է խախտել Դեռևս խախտում չկա Հետո մի բան ասեմ էլի կներեք ասեք բոլորին հասանելի լինի նարկոմանին հասանելի
Այս տարածքում այդքան ժողովուրդ են ապրում, այս բանի։ Մեր թաղամասում։ Ուրեմն բոլորին պետք է հասանելի լինի։ Ստե գիտեք ինչա կատարվել։ Ասում եք բոլորին հասանելի։ Այստեղի բնակիչ չեն կարող իմանալ։ Ըստեի բնակիչները Ես ներողություն։ Ուրեմն հարգելի լրագրողներ, ձեզ ցույց եմ տալիս այս մեր բակի պրոյեկտը շինթույլտվությունով, բոլորը հաստատված, ինչպես դուք տեսնում եք, 1, 2, 3, 4 դուռ այս արջևի հատվածում է եւ 1 դուռ հետևի հատվածում, այսինքն այս փաստաթուղթը, որը որ մեր ձեռքին կա, սա բակի արտաքին տեսքն է ու իրան էլ որ սենց նայում եք, ինքը լրիվ արտացոլում է պատկերը, այսինքն մեր շինարարները, ովքեր որ զբաղվել են այս տարածքը բարեկարգելով, որևիցե շեղում չունեն։ Նախկինում էլ եղել է ստեղ սետկա եղել, զաբորի նման, որը որ վերանորոգվելու ժամանակ ինքը բարձացվել է, ասես մի հատ գեղեցիկ բան է դառել։ Նորից եմ ձեզ ասում, այս ամեն ինչը ժամանակին, որը որ մենք պայքարել ենք, սա արվել է թմրամիջոցների դեմ պայքարելու համար։ Ստեղ մանկահասակ երեխաներ են, տարիքով մարդիկ են, դուրս են գալի, բակ, ոնց եք պատկերացնում, մանկահասակ երեխան 2 տարեկան գետնից որ մի հատ հիմար բան գտնի, բնական է ինքը բերանն է տանելու։ Ու հետո ինչա լինելու։ Իսկ որ նկատել եք, չգիտեմ, թմրամիջոցների շրջանառությամբ, դիմել եք իրավապահ։ Պարտադիր, մեր բակի տղաները քանի անգամ դիմել են, իրանք էլ բռնել են, ոչնչացրել են, ընդհուպ էտել կա, քանի տարի է այս բայկը պայքարում է դրա համար։ Հիմա Լևոն Հարությունյանի կմահաճույք ասեմ, պահանջն ասեմ, կապրիզն ասեմ, չեմ կարա որակավորում տամ, ես իրավասու չեմ որակավորում տալու, բայց ստեղ արդեն բնակիչների կողմից հարց է ծագում, թե խի։ Սա իր սկզբանե նախագծել է, քաղաքապետարանը կառուցել է, քաղաքապետարանը։ Այո, դուք ճիշտ եք։ Ամեն ինչ, եկեք սկզբից էլի, ամեն ինչ արել է քաղաքապետարանը։ Միանշանակ, շինարարությունը սկսել է 24 թվականի գարնանը, այս բակի վերանորոգման, վերակառուցման համար հատկացվել է 176 միլիոնի կարգի, կարող է մի քիչ ավել պակաս լինի, չեմ կարող ասել, այդքան գումար է հատկացվել եւ սեպտեմբեր ամսին լրիվ իրանք վերջացրեցին։ Այս բակը 6 ամսից ավել բակի ժողովուրդը մենակ փոշի են շնչել։ Այս բակ չէր կարող մտնել, որտեղ մենք էլ ենք գիտակցում, որ լավ բան են անում։ Բայց նաև օգնել են բան։ Մեր տղերքը, հա իհարկե, մեր տղերքն էլ մեր համար է սարքվել, մեր տղաներն էլ նույն ձևի օգնել են, ամեն ինչն արել են։ Իսկ կողպեքները դրել են չիպերով, բնակիչներն են դրել, կանխարգել։ Բոլորը 3 շենքի բնակիչները, այտենց բնակիչ, այտենց բնակարան չկա, որ մեկից ավել չիպ չունեն, այսինքն Այն քաղաքացին, այս 3 շենքի մասին է խոսքը, որ ժամին ուզենա, որ պահին ուզենա, երբ ուզենա, ինքը կարող է ազատ մուտք գործի տարածք։ Իսկ քաղաքապետարանից ինչ է մեկնաբանում, ինչի համար են ուզում ապամոնտաժը։ Ես նորից ասեցի, չեմ կարող ասեմ, որակավորում բերեք ես չտամ, բայց սենց գրականով ասեմ, դա Լևոն Հարությունյանի կամ պահանջն է, կամ խնդրանքն է, կամ քմահաճույքն է, կամ կապրիզն է։ Ես ավելացնեմ, Լևոն Հարությունյանը եկել է այս բակը մի ընկերուհու հետ, ման է եկել, տեսել են շատ լավ է, դուրս գալու ժամանակ տղաները զգուշացրել են, որպեսզի դուրս գաք, դուռը ձեր հետևից քաշեք, թող փակվի։ Հարց է տվել, ինչի ես դռները փակում եք, ասել են այո, գիշեր ժամանակ փակում ենք, քան որ մեր երեխաների խաղալիքները սաղ բակում թափած է, դուք տեսնում եք։ Ասել է, հələ մի րոպե, ձեր թաղապետն ով է, այդ տոնով է խոսում, ես 3 տոնն եմ ասում։ Տղաներն ասել են, դե ես ինչ աննա, հա, Սուրիկն, հա, լավ, ես Սուրիկին կասեմ, թողնատել ինչ չի կուղարկի։ Ու 4 օր հետո, այդ խոսակցությունից հետո, քաղաքապետարանի աշխատակիցները եկել են գործիքներով բանը, որ ես ցանկապատը կտրել։ Ամբողջ ժողովուրդը դուրս է եկել, մերժել է, արգելել է, որովհետև սա սարքվել է պետ բյուջեի հաշվին, պետական փող է։ Եվ մեր համար, բակի ժողովրդի համար, քանդում եք որ ինչ, քանի որ Լևոնը ստեղ ասել է, ես ընենց կանեմ այս զաբորները կհանեն ստեղից, հիմա այդ մարդը իր պրինցիպն առաջ տանում։ Մենք սրանից առաջ 15 օր առաջ էլի նույն ձևի եւ հերոստացույցով եւ բանով լուսաբանել են այս հարցը։
Սրանք նորից գնացին, հանգստացան, քնել են, բայց հիմա նորից արթնացել է իրանց մեջ այդ ցանկությունը, որ այս ժողովրդին անպայման տերորի ենթարկել։ Դպրոց է այստեղ, թմրամիջոցները տարածվում են, դուք ինձնից լավ գիտեք թե ոնց, ու եկել եք ուզում եք այստեղ բակ քանդեք ինչի համար, երբ որ մենք այդ նախադեպքն ունենք, անուն ինչ եք դնում սարքածը քանդում եք, սարքել եք պետ պրոյեկտով, ծախսել եք մեծ գումարով, ուր է հանձնարարականը, ցույց տվեք։ Բանավոր հանձնարարականը ոչ մեկի համար հիմք չի։ Ես էլ կարամ բանավոր շատ բանավոր հանձնարարականը Շատ ներողություն։ Այս 3 ամիս, քանի ամիս Արամ ջանիսի պատրաստած։ 4-րդ Սեպտեմբեր ամսվա 4 ամիս։ Էտո որ այս ամենի այս շուխրը որ բացացել է, 4 ամիս չէ տենում էս։ Այսինքն թուրքս չկա, հա, հանձնարարականը բանավոր է։ Բանավոր հանձնարարականով է։ Մենք պատասխանի համապատասխան Հա, Ես պարտավոր չեմ ջեր հարցերի Չէ, պատասխան։ հանձնարարականը։ Ով պարտավոր է իրենք լավ գիտեն։ Դուք ունեն Ովքեր են լրատվական։ այստեղ պատասխանատու, Դիմեք քաղաքապետարանի լրատվականի, իրենք ձեզ կպատասխանեն, լավ։ Չէ, բայց եկել եք, չէ, ինչ Լավ են կարել եկել ենք, ասեմ դիմեք, ում որ պիտի դիմեք, իրենք ձեզ կպատասխանեն։ կատարողը դուք եք։ Կատարողը դուք եք, դուք որպես կատարող պիտի պատասխանեք։ Ուրեք ես ասեմ, առանց փաստաթղթի ես մի ամիս մենք խնդրում ենք, ասում ենք, եթե եկել եք քանդելու, վերեք որեցեմ քաղաքապետի որոշում, որովհետև առանց որոշման ոչ ոք իրավունք չունի նման հարցեր քանդի։ Մեզ ասում են, բանավոր որոշումը Լևոն Հարությունյանի Հովհաննիսյանի բանավոր ցուցմունքն է։ Բանավոր ցուցմունքն է, դուք թուղթը բերեք մեզ, մենք կդիմենք դատարան, դատարանը կվերցնի քննության։ Եթե ժամկետում որոշում կկայացնի, այդ ցանկապատերը քանդել, դա ուրիշ հարց է։ Բանավոր քննությամբ, բանավոր հայտարարությամբ այսօր երկրում հարցեր չի լուծում։ Բոլորը պետք է լինի գրավում։ Առանց ցուցմունքի, բանավոր ցուցմունքով ինչ է։ Եվ մենք գիտենք, որ Ավինյանը այդ հարցով կանչել է Լևոնին իր մոտ, ինչ-որ տեղով ասել է, թե ինչ արա, ինչի, բայց հիմա ասենց է, նորից եկել են, այս ժողովրդին տերորի են ենթարկում, ուղղակի չգիտեմ, նախընտրական ընտրություններից առաջ Ավինյանը եկել էր Բաքում, չոքել էր ժողովրդի դեմը, խնդրում էր ժողովուրդ, ասեք կանենք, ձեր ձայնը տվեք մեզ, հա տվել ենք, հասկացանք, բա հիմա այս ինչ վիճակ է։ Հիմա էլ մեր ձայները հետ ենք ուզում, բերեք, հետ տվեք մեր ձայները։ Վերջի երկիրա թե ինչ է։ Քաղաքապետարանի աշխատողն է, կոմունալ բաժնի պետն է, երևի կոմունալը չի, այնտեղ կա եւ թաղապետի տեղակալն էլ այստեղ։ Քանդելու համար պետք է ակտ, ինչի համար եք քանդում։ Եթե քանդում եք ինչ-որ նպատակի համար, բերեք, գրեք, որ մենք իրավունք ունենանք դատի տան։ Այդպես բան Հա, թեկուզ դռները բաց են։ Չէ, մենք իրավունք ունենանք դատի տան։ դռները բաց թողեք։ Բաց է եղել։ Դռները բաց են։ Քանորան բաց։ Էլ ինչու՞մն է հիմա խնդրում։ Ուզում ենք դրեն անեն։ Չէ, բաց է რა դռները։ Հիմա ասում Այդքան դեպքերից հետո ո՞նց բաց տված։ Որովհետև Քաղաքացիները բողոք։ Դրսի ժողովրդի համար Քաղաքացիները ով է բողոք։ մեր բակի ժողովրդի Հստակ ասում այն չի մասը։ Հա, ով է բողոքը։ Միայն հետաքրքիր է։ Ունենք, որ բացեն դռները, թե ապամոնտաժը բացեն դռները։ Բանավոր հանձնարարական։ Մեր բակի համար միշտ բացա, կողքի բակի համար փակա լինելու եւ փակ։ Եթե Եվ վերջ։ ունենք, ես ձեր բակում չեմ մահում։ Իրավունք ունեմ գամ ձեր բակում նստել։ Իրավունք ունեն։ Իրոնք ունես քեզ ո՞վ։ Հա, նորմալ մարդիկ իրավունք ունեն, Բաստի խնդրես, ասես, ոչ թե խնդրես։ Ասես կբացեք կամար կգաց կնստես։